Աքլորին տարա, ումից որ առել էի մեր հարևան Գայուշից, ապրի Գայուշս հեսա, մի քիչ կսովորի, հեսա, փոխեցի, այն պրինցին, Գայուշը վիզը ճոլդեց, այդ օշնին սրա նմանին տվեց, հենց որ ընտրում ենք ոչ թե գեղեցիկը, սիրունը, այլ աշխատողը։ Այս սրա թայնը, սրա աղբերնա, ես ինձ սիրունա, սրանը ուղակի պոչը բարձրա, էնդրա վիզը ճոլդետը, որտև սաղին նեղասնումա, էսի մի քիչ խամություն անում, այդքան կեր խոտ եմ լցրել, խամություն անում, սիրուն տղա, հա, մի քիչ թոթոլ լավնա, նա, նենց որ, դե Գայուշը լավ կենթանի ա պահում, լավ աքլորներ ա պահում, լավ հավեր ա պահում, շո, պրինցին մի ձև, բռնել եմ ասում եմ վախում եմ, ասում եմ մի վախ իլմի, մի ձև, ինքը ղժում էր, ես իրանից բարձր էի ղժում, բռնեցի, սիրուն, ու կցեցի մեր շոկը տարա, Գայուշը դրան մորթեց, այս սիրուն տղուն տվեց, աշխատող, սիրուն, երիտասարդ տղուն տվեց, նկարվեի սիրուն տղա, ես իշքան գիտեմ, հլը երեխեք գրեք բրամատե ցեղատեսակ, նանո, հլը են չիպիսնյակին չեք տենում, ոչինչ, այսօր լույսը կանջատեմ, մի քիչ շուտ, կընտելանան, իրար չեն վնասի, սենց, ես ընտրեցի ամենասիրունը, լավը, չնայած լավ աշխատում էր, բայց հետևանքները հավիկներիս տանջում էր, հավիկներս վախում էին մտնեին, ասեն գոմիցելն էին կուտուտեին, սաղին փիդռելա, սաղին պրճոկելա, ես էլ հանձնվեցի, Գայուշս էլ ասեց կակրաս ворթ եմ ուզում մորթեմ, բեր փոխեմ, ուրիշը տամ էտի մորթեմ, սենց, առավոտ շուտ գործողությունը կատարեցինք, Եղեք, եկել եմ Գայուշիս տուն, Գայուշիս մոտ, հեսա, ես մեկ, որ փրկել ա Գայուշի կյանքները, ես երկուս, ես սևը, այս էլ երեք, տեն մեկ երեխեք իշ լավն են, Են էլ ուրիշի մամայի ասա, նայլա, մաման սպանել ա, են էլ ուրիշի, հա, սերին, ես սերին էլ, դրանց քուրներ, հա, դրանց քվոր քուրներ, ոբշեմ, սաղին խեղտել այս մի հատ էր մնացել, էլ իրա տատիկը վերցրե պահում ա կաթ հատալի, հլը, էդ ինչ ես ուտում, մոջակ, բազուկա ուտում, էսի իմ անգելի աղջիկն ա, տեն մեկ իշ մամայա, քանի հատնա չէ իրանը, երեքը իրանա մնաց, ուր մոջ, հեսա, կայան բազուկա ուտում իմը, բա իմ մոտ խիչ է, ես իմ մոտս հլը նկարի, հլը կանի նկարիմ ջեզի, խերը տենաս, գայան հլը են սպիտակին ես ձեր չտամ հանի հլը, հլը հանի, ոնց որ մի աշկը կպած ա գայան, հա, ուրեմն բաներ ուտում աշկը փակեր, չէ խաղեր չեմ տալի, ոչ եմ ես ձիզ, իջո, հլը, բարի օր ժողովուրդ ջան, ոնց եք երեխեք ջան, առավոտվանից չլվում եմ, ենքան գործ եմ արել, ժամը 5-ը չկա, արդեն ես ջնջխված եմ, դաժե երեկվանից ուզում եմ մազերս ներկեմ, մի պուճուր առաջ ա եկե, բայց ժամանակս չի հերիքում, օյ, ինչ լավ նորություն, Գայուշս կանչեց, հարևանուհիս, ճուտիկներիս, համ գործ ունեինք իրար հետ, ինկուբատորի ձու տվեցի, համ էլ, ասեցի, որ աքլորը, որ տենց փոխեցինք, վախից մտելա բնդուշի գալիս, կընտելանան, երկու աղբեր են, նույն իմ ճտերի հետ, մի տարեկան չկա, ճուտիկների նկարել եմ, կքցեմ կտենակ, երեքին էլ նկարել եմ,
գայուշը ես այդպես բաներ վախում եմ տամ, որ լուտ չընկնեն, մորնե չեմ տալի կուրս տալու ժամանակ, մենակ եմ տալիս, կուրս տալու ժամանակ ոչ է ճտերին, բազուկ, հում կարտոշկա, գազար, կաղամ չեմ տալի, որտեղ մի անգամ փորձեցի մորը տվեցի լուծ ընկան, որը սատկեց, որը մնաց։ Այսել սենց ես չեմ տվել, բայց գայուշը լցել էր դեմը, այն պուճուրս գնացել էր, ես ասի Գայան, մի աշկը փակա, հələ բացես սենց, քեզից բաներ մի հորինի աշկը բացա, ուղղակի ուտելուց փակել է։ Այնքան ծիծաղեցինք, ուրախացանք։ Մերը տատը նենցա պահում ճտերին գնա գալիս եմ։ Արդեն 22-23 օրեկան են։ Էդի տենց լավ նորություններ։ Երեխեք մի ոնց ասեցի, չկրկնվեմ, եթե չեմ ասեմ նորից, մենք չենք նայում թե աքլորի, թե հավի գեղեցկությանը, թող աշխատող լինի, բայց գեղեցիկ չլինի, էս սենց, սրանք էլ նորմալացել են, որց պտի լինի, որց չունեմ, տենանք գայուշը հումից ճարում ինչ անում, որց բերենք, գցենք, որց չկա, արդեն հանգստացել են, մի քանի օր էլ կհանգստանան, ու սենց 12-ին երեխեքը իր ճուտերը կլինեն մի ամսական, սենց, էդի տենց, աքլորը տեսակ, որ փոխեցի, որովհետև այն աքլորը պրինցը կայնում էր հավի վրա, ոչ մի բան չեր անում, ու տես լրվում էր, այս խեղճ հավերն էլ ճգռես սենց նստել են, իրար չեն կարում, թե է պտի հելնի վրայից, ես եմ քանի անգամ քշել վրայից, էդ էլ տենց, փոխեցինք, գայուշը իր էդ մորթեց, իր համար, իր բարեկամի համար, իրանը տվեց ինձ, ասեմ, տերը իրան շատ օժնի, ոչ բոլորը կանեն այտենց բան, ոչ բոլորը, առել ես, տարել ես, քո խնդիրն է, բայց ինչ որ բերես, փոխես, ինքը քո հետ, տերը քո հետ, ոնց որ քո հոգսը անի, չկա տենց բան, կարող է 1000-ից մեկը հայտնվի, բայց վասնամնում չկա տենց բան, ինչ ենք անում, ոնց ենք անում, ստեղ մեր մոտ երեխեքիս ասեմ, լավ ուժեղ անձրև է գալի կանգնում է, բայց ուժեղ քամի է, ու դու չես կարողանում նորմալ գաս, հենց դու ես գալի անձրևը լցվում է վրեդ, հիշում եք երեխեք, որ ասի ես պուճուր տեղն է, բարակ պուճուր տեղա մնացի, ասի սոխ կցանեմ, որոշեցի չցանեմ սոխ, ինչ որոշեցի, ինչ քթա, ինչ տեսա, կարտոշկե սենյակը արդեն ծիլ էր տվել, ճիշտ է, քիչ է ինչքան կլինի կցանեմ, որոշեցի այդքան տեղը պրոստը բալավը ցալնելու համար, կարտոշկա էլի թողնի, ինչ ասիկ որ, սոխը հեչ, սոխը չեմ ցանի, փոշմանեցի, սոխը չեմ ցանի, այս կարտոշկեն կցանեմ, ինչ է պակասի կզանգեմ հարևանուս գայուշիս ոնց էլ լինի նա կունենա, տնից ծիլ տված գավակի կտա, կամ էլ հարևան են մյուս թերեզին կզանգեմ, տենամ ծիլ ունի, էսի սպիտակի կարտոշկեն է, երեխեք սպիտակի կարտոշկեն ու սպիտակի գյուղերի կարտոշկեն շատ համով է երեխեք, քաղցր չի ու ժարի տանելուց, դուխովկա դնելուց ջուր չի գցում, մարտունա, սևանի կարտոշկեն քաղցրա, ժարիտ էլ անում ես մի քիչ ինքը ջուր ունի, բայց էս ձեր կոմի, ով որ կիրովականից է, կիրովականի սպիտակ կարտոշկեն շատ համով է, մենք միշտ առնում ենք սպիտակի կարտոշկեն, միշտ, ուտելու համար միշտ էդ ենք առնում, ընդհանրապես ամեն ինչի սպիտակի կարտոշկա ենք առնում, գնանք, քանի անձրևը չի տվել, բացեց, ուժեղ քամի է, գնանք մի քիչ, այս քանի հատը շուշուտ արագ ցանենք, ես մի ձեռնոց հանեմ, հիշում եք ստե վարունգի կուտ գցեցի, բայց դե հաստատ չի աճելու, բրդեմ ու կարտոշկա, մեծ կարտոշկա է, այսինց, ես գիտեմ հեռախոսը, դու մի ասա կովա, ծածկեմ էսի, թեկուց մի քիչ հեռավորության, այսինց, ծածկեմ, այս աչիկները վերև, մամ այս է ցանել եմ, այս մեկը գիտեմ, այս ինչ ոչ մի բան, այսինց հետո առու կտամ, այսինց, շատ մեծ է դրա համար, բայց որ պուճուր է ալնում երեխեք, երկու հատ եմ գցում,
Всё. Այս ряда բարձ։ Թացա։ Մի քիչ էլ անձրև այգե ճապ հեգը։ Ես սրան թաղեցինք։ Всё։ Հիմա անցանք այս կողմ։ Ուրա։ Այսօր մտքիս մեջ կամուկածով ասի ինչ անեմ, անեմ չանեմ։ Մեկ էլ ոնց որ մեկը ուղեղիս, ոնց որ մեկ ասում եմ, ես արդեն գիտեմ ով կտեսներ թե կարտոշկա ցանի։ Ազիզ ջան, հետո կքանդես, երբ կրականեք խորովածի բանի, կհանես կլվանաս, բալավացա կլնես կուրախանաս քո ցանած կարտոշկի վրա։ Բա լավ կարտոշկան նման, նենց էլ տեղա, որ թեկուզ շլանգ եմ առնելու երեխեք, այն վերևը որ լոբից հանեմ, շլանգս հասնում է, բայց դալշը երկարությամբ պիտի վեդրոյով ջրեմ, ցնցուխով, ցնցուխն էլ ունեմ, բայց կարելի է գանել առնել, շլանգ առնել, ավելացնել, իպուճուրը աստեից հողը փորեմ, հողը, ուր, ինչ ես պահում, հա, չի երևում, այսենց, ոպա այս, ուր ես, սենց, այսի քաշան վրեն, ու ստեղից ստան հրավորություն տամ, ստեղ ցանածա, չմոռանանք, հրավորությունը մի քիչ էլ հեռու, զանգ եմ ասեմ կարտոշկա բերեք, Որը կարտոշկա չկա, կարտոշկա բերեք, մի հետևորդուի գրել էր ճիշտ ես անում, Լուսինե ջան, շատ ճիշտ ես ցանում, ապրեք շատ երեխեք գրեք, որ ճիշտ եմ ցանում, ճիշտ չեմ ցանում, ես է ձեզանից կսովորեմ, չէ, ես ստեղ չեմ գցի, արդեն խորքը գալիս է խաղողի մոտ, չեմ ուզում, ասենց մի քիչ հողը բերեմ ստեղ, ես ինչ պռովուտ է, ասենց հող, անցնենք են կոմը, ես է թանեցինք, և մի 10-12, ոչ թե 10-12-14 հատ կարտոշկալնի, ես ռյադն է կանեմ ու կպրծենեմ, ստեղ էլ ոչ մի բան, ազատ չի չեն կարա թանենք, անցյալ տարի ասում էի, շո, ես հող չեմ մշակելու, ես հող չեմ ձեռք տալուս, ինձ պետք չի մեջքը ցավում է, հետո նայի հողին, սա հարգալից վերաբերմունք է հողի նկատմամբ, ու որ կարեցի բաղջեն, ու թանեցի, երեխեք, հեսա մի հատ բան ցույց կտամ, չգիտեմ, խոտերածել է, թե իմ ցանած կանանչին էլ նա ծիլ տվել, մոտքից հեսա ցույց կտամ, բա որ մեկը հելի գրի, չէ, քու ցանած խոտերածել է, հեսա ցույց տամ, այս թումբերը տենում եք, աստեղ, 4 շարքով, դեստե ցանած էր, 2 ռյադ էլ սենց գնաց, всё, հələ մոտիկ բերեմ երեխեք, այս ինչա ծլմա, հեսա, սենց, հեսա, չգիտեմ, ինչը չգիտեմ, այսի եթե ոչ սամիթն է, ստե չեմ հիշում նայք, բոյա աշկի սամիթ է, ինչև ընդեղ հասել է, որովհետև խառախշտիկ չիմանալով ցանել եմ, ես գիտեմ առու եմ արե, բայց չեմ, աստեղ ինչ էր ծլե, հա, հեսա ստեղ, սենց բաներ ա ծլել, ստացվեց, ես իչա ծլե, խոտատ է ինչա ծլե, հեսի աշկի սամիթ է երեխեք, բայց արել եմ համեմ, պետրուշկա, հետո նոր սամիթ, չեմ հիշում կաջի, կբարձրանա, կերևա, կամ խոտա,
Հետո ռեհան, հեսա երեխեք։ Հələ հողի տակա ճապճապում այսօր էլ քանի անգամ սետ անձրև շփեց ու կանգնավ։ Էսի չենք հիշում ինչա, ուր էս։ Կարող ռեհանն է էսի, այս շարքը ռեհանն է։ Ստեղ ինչա ծլե հեչ։ Հա, հեսա։ Չգիտեմ ինչա։ Էդի պիտի վիդեոյով նայեմ, ասեմ ինչա։ Ստեղ վերջում ենք, մի քիչ ուշոտ ենք ստեղ ցանել, բայց հեսա տենամ մի բան ծլել է, ոնց որ այս շատ ուշ ենք ցանե։ Ստեղ ամենավերջում ենք ցանե, որ սերմը բերել եմ, համեմ ենք ցանե վերջում, որ էլի բերեցի, կհիշեք, վերջում, հա։ Էս հələ ձենձուն չկա։ Բայց արևա լավ։ Ես բան եմ, ինչա, ինչ են ասում, սնդիկ եմ, տեղս նստել չկա, հոգնա ջնջխված կլնեմ, կգնամ մի քիչ մլուր կտամ, կնստեմ, կսրճեմ կամ պրոստը ջուր կխմեմ, մի քիչ մամայիս հետ կխոսամ, քրոջս քուրերիս հետ կխոսամ, նորից քուրերս ջղայնանում են, մանավանդ ամենամեծ քուրս, միջին քուրս, հանգստանալով արա, քեզ մի չարչարի տուդիմ սուդիմ, բայց մեկա ես սնդիկ եմ, որ ես գիտեմ գործ ունեմ, ես չեմ նստում, ասում եմ պուճուր, որ ցանեմ, հիմա որ ասենք մերոնցը լսեմ ու չփորեմ, հանգստանալով անեմ, խոտը բարձացել է, քանի հողը փափուկ է, այդ խոտը արմատախիլ եղած հողի հետ հելնում է, որ փորում եմ, մի 10 օր, մի շաբաթ, եթե մլուր տամ, ինքը արմատները կխորանա մեջը ու փորել չի լինի ու տենց հողը կպնդանա, դրա համար ես ինձ խղճալով, ձեզ խղճալով, խիմես, Լուսինե դու ես տանջվում, դուք էլ իմ հետ եք տանջվում, ջուր չեմ բերել, գնամ տուն ջուր բերեմ, ջուր խմեմ կամանց, հողը, ցույց տվեցի երեխեք, փորեմ, մի պուճուր տեղա մնաց, հեսա ցույց այստեղից սկսվում է մինչև այդտեղ փորել եմ, այն որ մի քիչ պուճուր կանանչ է երևում, այս մի լոնք տեղա մնացել փորեմ, այսենց երկու լոնք, դաժե ստե հող կա, որ բաննա, պինդա, նայեք, ընդեղ կարող է մինչև վերջ գնա, այս սրանք, պիտի քաղեմ հանեմ, տենանք ինչքան կարամ ստեղ քանդեմ, ինչքան է չէ պինդ հողա, ձեր չեմ տա, բայց ստեղ այս բարձր խոտերը հելնումա, փափուկ հողի հետ հելնումա, կամանց կփորեմ, հələ տես սաղ ես եմ արել, սաղ, մալադյեց, Լուսինե, սաղ ես եմ արել, մինչև շիթիլները հելնելը, լավ շիթիլ եղավ կառնեմ, չէ, ժողովրդից հետ կմտածեմ, կգցեմ, կբռնեմ, իշ կցանեմ, բայց կան փորել եմ, հո դատար չի մնա, լոբի հաստատ կուտ լոբի չեմ ցանում, մենակ սարի լոբի, մամաս էլ է սարի լոբի ուտում, սաղը սարի լոբի ենք ուտում, ես մի ժամանակ առնում էի, բայց այս տարի, եթե տերեկ ամենա, ծլի, այո, տերեկ ամենում է, ծլի, արդեն ես իմը կունենամ, չեմ առնի այս տարի, ամենայն, բայց դե սեravno այս կանանչին ձեռի հետի է, իս ձմեռվա կանանչին, երեխեք ջան, ես շատ եմ օգտագործում, բոլորը կհասկանան ինձ, մեր հայ կանայք էլի, միայն հայ կանանց մասին է խոսքը, կհասկանան ինձ, առնում եմ շատ, 30 հատով, 40 հատով, բայց քիչ էլի 20-20, 10-10-ով առնում եմ, բերում եմ, լվանում եմ, քամվում է, կտրտում եմ մանր, одноразовый պակետներ, ուղարկում եմ մառազիլնիկ, սաղ ձմեռի ես կանանչի չեմ առնում, իսկ այս որ ինչը ցանել ենք միասին, ես օգտագործում եմ, մինչև խորաշուն, օգտագործում եմ, իսկ առնում եմ, բերում եմ, լցում եմ մառազիլկա, այդպես, այս պնդուկի ծառա, 4-րդ տարին արդեն, որ ես տեղ եմ, այս կոմը մի քանի հատ, այն կոմը մի քանի հատ, որ ասես այս պնդուկ ալնում, չէ, այս յասամանա, այս էլ է յասաման, սիրուն յասամաններ են, սիրում եմ յասամանի հոտը, երեխեք ջան, 9 հատ հանել եմ արդեն, բայց 10 հատից ավել կասկածելի տակա, իսկ այս վազդուշնի կամերա ստեղ չկա, պուստ է, լրիվ պուստ, այս մեկը որ հաջորդ օրն էի դրել 5 հատ, այս մեկը հանել եմ լրիվ էլի պուստ, որովհետև չենք նկատել, նախ մի օրվա ձու եղել, երկրորդն էլ դա կապ չունի, ստեղ ինչ որ դեֆորմացիա կա այս ձվի վրա,
չեմ նկատել, այսինքն ես եմ դրել, չեմ նկատել 10 քանի հատից ավել կասկածելի տակա, սենց մեջտեղը լրիվ воздушный կամերայա, տեն չպտի լինի, ուրեմն ճանապարհին մահացել են էլի, այս հիմնատն էլ արդեն вообще բեղնավորված, սաղմը մեռած, մեկ էլ լրիվ պուստ, լրիվ բանա, հեսա լույս անջատեմ ցույց տամ, կարոջին, տեսնում եք, լրիվ պուստը, լույսը չի թողում երևա, մութա, լղլղկում է դեղնոցը մեջը, այս էլ լղլղկում, տենում եք, մութա չի երևում, այս էլ լղլղկում մեջը, չի էլ բեղնավորվել, այս ինչա, այս էլ լղլղկում, լրիվ воздушный կամերայա, նույնը, չկա, ոչինչ բան, դեղնոց լղլղկումը, նետու, այսիա ճանապարհին մահացել, տենում եք, կապուտա, ճանապարհին մահացել է, այստեղ լայն տեղ կա, տենում եք, ազատ, ու սաղմը, սատկել է, այսը չկա, այսը չկա, այս լմյատներից նայեմ, դեմը, այս դեմը, տենում եք, իսկ կողքից տենում եք վենաները, կապուտա չի երևում տենց, վсё, 70-ից, եթե ես կասկածելի լինեմ դլը դնեմ, մի քանի օրից մի հատ եկե նայեմ, կասկածում եմ ես դնեմ, բայց 10 հատից ավել կա, որ կասկածում եմ, հիմա էլ հարցերին տեսնենք, մեր կուկուները հրաշներին չեն գրե պատասխանեն, ու եթե կարևոր բան էլ ելավ, մի երկու բան կասեմ, նու առաջինը ասեմ, ինչև կոմենտները կարդալը, այսօր 13-րդ օրն է, եթե 23-ը չհաշվեմ, սուտկայով հաշվեմ, 13-րդ օրն է, ինկուբացիայի ջերմաստիճանը 37.6, նու շատ է լինում 36.7 հիմնականում, դե կամանց ջերմաստիճանը իջացնում ենք, այդ տենց, նորից չկրկնվեմ, մի հետևորդուհի գրել էր հավերը սենց, հավերը զտում ենք, կարանք առնենք, թռչնաբուծարանից երեխեք, գեղեցիկ հավեր չենք ընտրում, ընտրում ենք ածան հավեր, սերավնո այդ հավերը կարող եք վերցնել թռչնաբուծարանից հավեր, սերավնո այդ հավերը 28 օր կլոր չեն ածելու տեղափոխությունից հետո, լինելու է, եթե թույլ հիվանդ հավա, ուշադիր եղեք, աշխուժ հավերը ընտրեք, եթե թույլ հավա, ստրեսից կարող է և սատկել, իմ մոտ եղել է տենց բան, ցուրտ, դե տաք երկրից եկել է ցուրտ երկիր, սենց ասեմ, հնարավոր է և դրանից հետո էլ ստրեսն էլ դաբավ կա ու սատկել է, բայց ոչ բոլորը, մի երկու հատ սենց, մի հատ, թույլ ա եղել, էլի թույլ ա եղել, որովհետև ճանապարհին դնում են երեխեք, վաճառում են, ընդեղ չգիտեմ, առավոտ կերակրում են սաղցելի օր անձրևի արևի տակը, տենց, հետո մենք գնում ենք չիմանալով առնում ենք, որ այդ սաղոր այդ խեղճ հավեր ամիսներով այդ ճանապարհին են, փոշու ամեն կեղտի մեջ, հետո տեղափոխվում են ու արդեն հիվանդանում են, համենայն դեպս իրանք չեն ածելու 28 օր, իմացեք, ինչքան է քոսոտ լինեն, ինչքան էլ բմբուլ չլինի իրանց վրա, մանավանդ գարունն է, հիմա բմբուլները սաղել թողում են, ժամանակն է,
դաժե հավեր պիտի լինեն, որ գնում են հանգստանալու, համ բմբուլ թողում են, համ էլ գնում են հանգստանալու, չեն ածում ձու, բայց կերը ուտում են։ Եթե 28 օր չեն ածում այդ ձեր բերած հավերը, ավելի լավ է, ոնց ասած, թանկերով չկերակրեք, բայց ես կերակրել եմ, եթե դուք չեք ուզում, մենակ ցորեն տվեք, համենայն դեպս թռչնաբուծարանը սովորացրել է ու սովոր է այդ լավ կերերը, որ տան այդ նենց որ վիբրը ձերն է։ Էս էլ ասենց երեխեք ջան։ Так, սկսում ենք Շուշանիկը։ Մերսի Լուսինե ջան, մերսի Լուսինե ջերմ խոսքերի համար, քոնն էլ բոլորը դուրս գան, սիրտիկներ գան ջան։ Ապրես սիրտիկ ջան, ապրես հրաշ ջան, պարզ, մաքուր, անարատ, կամեցող սիրտ, սենց թափանցիկ, ես սիրում եմ թափանցիկ մարդկանցը, Նարինե, ամեն ինչ, ամեն գործ այնքան սիրով եք անում, մարդու հավես է գալիս, ապրեք Նարինե ջան, Մարինե, բարև Լուսինե ջան, բարև Մարինե ջան, Մարինե, մալադես Լուսինե ջան, որ ամեն բան մեծ սիրով անում եք, ապրես դու էլ Մարինե ջան, Տերը օժնի ձեր ընտանիքը ձեզ, Աստված տա ինչ ցանել ես բոլորը բարեհաջող դուրս գան, ապրես Մարինե ջան, ապրես, Տերը առատապես օժնի ձեզ, ապրեք շատ, դուք էլ ապրեք շատ սիրտիկներ, Նանա, спасибо за ролик, и вам спасибо, Լյուդա, սիրտիկներ, Կարինե, բայց մենք ձվերը լվանում ենք, նոր դնում ենք, դե ես որ ճիշտն ասեմ, սա իմ առաջին ինկուբատորն է, բայց ես կառուկայի մեջ եմ լույսը կախել եւ ճուտիկներ ստացել, ես էլ եմ լվացել մարգանցովկայով, բայց այս անգամ ասեցին մի լվացի, ընդհանրապես ու մի քանի հոգի, Շուշանն էլ ասեց մի լվացի, ու ով որ երկար տարիներ, 20, 10, 30 տարի ինկուբատոր օգտագործել են, ճուտիկ հանել են կամ թուղթ նստացրել են, իրանք չեն լվացել ու ասեցին, խորհուրդ չտվեցին, որ ես լվանամ, ասեցին չլվացես, так, տենց, ասեցին չլվացես, ու ես հասկացա, որ իրոք ճիշտ է լվանալու ժամանակ ինկուբացիան ավելի շատ քիչ, եթե կարող ես 77-ից գոնե մի 50 հատ, 45 հատ, որ ակրորդ լավ չաշխատի հանես, 40 հատ, տենց երևի մի 22 լվանալով, ավելի հավանականությունը քչացնում է, ես դրել եմ կառուպկայի մեջ լվանալով, ես գիտեմ ինչի մասին եմ խոսում, ես լսեցի իմ Շուշանի ու իմ ծանոթների ու ես այդ 100 տարվա բիզնեսմեն, այսինքն հավի բիզնես այնք անում, ես նկատեցի ճուտ առնելուց, որ ինքն էլ չէր լվանում, գրը լցրել էր, ես կճեպը տեսա, որ ինկուբատորը բացեց, իրան էլ հոսենց մեր ինկուբատորը չի, մեծ ինկուբատորներ է, բարև Լուսինե ջան, ապրես դու, շատ լավ մարդ եք, հալալա, ապրեք դուք էլ Նարինե ջան, ապրեք Մարո սիրտիկներ, ձեզ էլ սիրտիկներ, Մարո ջան, բալասան քուրիկը, սիրտիկներ, ժպիտիկ սիրտիկներ ձեզ, բալասան քուրիկ, լավ եք, մալադեց ձեզ, հալալա, ապրեք, շատ ապրեք, Լևոն, ոնց ես, ոնց, ես արմավիրից եմ, ոնց թե Դիլիջանից, ուրեմն մի բան եղբայր ջան խառնել եմ, որ արմավիրից եք, ուրեմն ես ինչ-որ մի բան խառնել եմ, բայց ես Դիլիջանից հետևորդ ունեմ, որ եկել է դույատարել, ես հարցրեցի, որտեղից եք, ասեց Դիլիջանից, համենայն դեպս կարող է ես ինչ-որ մի բան շփոթվեցի և խառնեցի ինչ-որ մեկի հետ, ներողություն եմ խնդրում, չէի ուզենա վիրավորել ձեզ, բարև Լուսինե ջան, ճիշտ էլ ցանում ես, 1000 դառնա, ուրախությունով վայելես, ապրեք շատ, շնորհակալ եմ, Տերը օժնի ձեզ, Կարինե, ես դրել եմ 18-րդ օրը ծակել են, 20-րդ օրը մեքենան անջատել եմ, ծակել են 18 օրը, երեխեք ջան, չգիտեմ, Շուշանիկս ասում է իմը 19-ին է դուրս եկել, բայց ես կառուպկայով դրել եմ, ճիշտ իր ժամանակին 21-րդ օրը դուրս է եկել, 20-րդ օրը սկսել է ծակել, 21-րդ օրը սկսել է դուրս գալ, հեսա դրել ենք երեխեք ջան, ձեր աշկի առաջ, հետևելու ենք սաղ ու տեսնելու ենք ինչ է դառնալու, երբ է դուրս գալու, ես ասեցի իմ առաջի ինկուբատորն է, երեխեք ջան, ես չգիտեմ, բայց մի հարց կար ուրիշ վիդեոյի տակը,
Կարինեն գրել էր Մարգարիտան գրել էր, որ Լուսինե ջան, ես ձեզ սիրում եմ Հիսուսի սիրով, Մարգարիտա ջան, շնորհակալ եմ շատ, ես էլ ձեզ եմ հարգում սիրում Հիսուսի սիրով, շնորհակալ եմ շատ, բայց մի հարց էլ կար կապված հավի հետ, բայց դա ինչքան գիտեմ ուրիշ վիդեոյի տակ էր, հիմա հեսա նայենք, հելա անջատեմ տեսնեմ, չեմ հիշում թե ձուն կրճեպի հետ էր կապված, երեխեք, եթե կրճեպի հետ է կապված, ասենք որ ձուն ծակումը, ուրեմն ինչ-որ բանի պակասություն ունի, կալցի, ինչ-որ բանի պակասություն ունի, եթե մենակ ցորեն եք տալի, երեխեք ջան, ռակուշ կամել, առանձին կալցի են վաճառում, առեք ցորենի հետ, հենց կերի հետ խառնեք մի բակի մեջ ու տվեք, որ ծակում են, այսօր ձուն հավաքելուց Յաշիկը դե անհարմար տեղ այն ամենատակինը, բարտացրեցի մի կիտենամ հատակին ձուն, էդ ինչ ձև է ածել, որ հետևի մասով գցել էր ձուն հատակին, ոնց է չէր կոտրվել, ոչ մի բան չէր եղել, երեխեք էլ ստեղ, չգիտեմ, չի երևում, ոչ մի բանը, հələ մի հատ էս վիդեոն էլ նայեմ, աստղիկ, Անգելի անունը փոխեք, թող ներվի խելքի գա, կփոխեմ, ինչ դնեմ, ասա դնեմ, ասեք դնեմ, ինչ դնեմ, երեխեք ջան, ասենք նայեք, կոմենտարյանեն եք արդացեք, ընդ իմ հետևորդները օգնում են, բոլորին էլ այդ կոմենտարիա, որ գրում են, ինձ օգնում են, խորհուրդ տալիս են, այդ կոմենտարյաները կարդացեք, սա մենակ ինձ խորհուրդ չի, իմ հետևորդները բոլորին էլ խորհուրդ են տալիս, իրանք պահել են, պահում են, իրանց առաջին ինկուբատորը չի, կարող եք հետևորդները մեկը մյուսին հարց տալ, վայ քուճան ինչ մեծ սիրտ ունես ապրես, դուք էլ ապրեք շատ, համենայն դեպս, չեմ գտնում այդ մոժդ, չեմ գտնում այդ կոմենտարյան, հետո գտնեմ կպատասխանեմ, եթե չգտնեմ, ուրեմն նորից կգրեք, համենայն դեպս հավերի հետ էր կապված, չեմ հիշում, ու նայեցի վիդեոյում նայեմ, կպատասխանեմ, չեմ գտնում, հավերի հետ կապված, եթե ձուն փխլվում է փափուկա, կալցի տվեք, կալցի պակասություն է, պարտադիր կալցի խառնեք կերի հետ, էս էլ ասենց, էլ ինչ էի ավելացնում, ինչ էլ մոռացել եմ, երեխեք ջան, հա, ինկուբատորը արդեն ամսի 10-ին մի անգամ եմ անջատել 10 րոպե, 11-ին էլի մի անգամ եմ անջատել, 12-ից արդեն 2 անգամ եմ ինկուբատոր անջատել, այսօր էլ 2 անգամ եմ անջատել, մինչև 18-ը, ոնց որ չեմ անջատելու, հեսա մի հատ մտնեմ նայեմ ցուցակս, երեխեքիս որ ասեմ, ուրա ցուցակս, այսա, 18-ին նյետ, 18-ին չէ, երեխեք, 17-ին, մինչև ամսի 17-ն ենք 2 անգամ 10 րոպե բացում, առավոտ եմ բացել, մեկ էլ ցերեկն եմ բացել 10 րոպե, կարող եք առավոտ երեկոյան անեք, ձեզ հարմար ժամին, ու հիմա ջերմաստիճանը 13-րդ օրը 37.6, 50 խոնավությունը, այդպես էլ գնում է, դաժե հələ 58 է իմը, ես հեռատես եմ, մատնահարդարության շնորհիվ, սենց երեխեք ջան, գրկում եմ, պաչում եմ, օրհնում եմ, մի կորեք, հետևեք, ով որ բաժանորդագրված չի, բաժանորդագրվեք երեխեք ջան, սեղմեք զանգակի կոճակը, ու տարածեք, խելքից դուրս տարածեք վիդեոները իմ երեխեք, որ շուտ հավաքենք, մի քիչ շատ ընկերներ, հետևորդներ, ես այդ բառը չեմ սիրում, մի քիչ ոնց որ սառնաջիգյար լինի, սենց ասեմ, հենց որ դե վсё երեխեք ջան, հելանք, թռանք, ես այս վիդեոն ոնց նկարել եմ, տենց էլ մոնտաժ մանրության հետև չեմ ընկնի, ոնց կա տենց էլ կգցեմ, միանգամից վիդեոն ես սարքեմ ու պարկեմ, որ ադյոյցի, պակա, հաջողություն, լայքերը չմոռանաք երեխեք, բարի գիշեր, հա երեխեք մոռացա ասեի, 8 հատը գցել եմ,
8 հատը հանել եմ, շպրտել եմ, որովհետև մեջը ոչ մի բեղնավորում չկար։ Ձվերը նայել եմ 10 հատից ավել էլ բեղնավորած է, բայց շատ կասկածելի էր, դրել եմ տեղը, աստեղ սենց բաց սպիտակ ինքը իրավունք չունի, մեջտեղը սպիտակ լինի, համենայն դեպս կասկածել եմ, հետ եմ դրել տեղը, ամսի 19-ին կնայեմ, 18-ին կնայեմ, սենց, հետո կհանեմ կշպրտեմ, համենայն դեպս 8 հատ հանել եմ, արդեն ինկուբատորից շպրտել եմ, 10-ից էլ ավել, կասկածելի է, ինձ թվում է ինքը բեղնավորվել է ճանապարհին, երևի թույլ ա եղել, թույլ բեղնավորում ա եղել ճանապարհին, ինչ-ինչ պատճառներով, կարող է մեջը սատկել են, էդ էլ է տենց։ Հա, հիշեցի, հետևորդներից մեկը գրել է Լուսինե ջան, իմը բրամա հավա, ածում է ինքը ձու, բայց ձուն շատ պուճուր է, դա ինչից կլինի, вообще-то բրամա հավերը շատ ակեր են, բայց քիչ ձու են տալի, շատ ուտում են իրանք, լավ թոթոլ են էլի, որ կարդաք բրամահավերի մասին, մաքուր բրամայի մասին եմ խոսում, են խառնուրդ մարնուրդ չէ, կարող է 6 ամսական է, դրանից է պուճուր, 7-8 ամսական, ինքը սենց դաժե 9 ամսականում, այսենց բանա, կամանց կմեծացնի, կարող է հավը պուճուր է, ինքը բնականաբար պուճուր, ձու պտի ածի, կարող է ձեր բրաման, այսինքն 8-9 ամսական մի տարեկան է, տարեկեսկան է, էլի պուճուր ձու է ածում, կարող է հավը տա պուճուր, ինքը իրա չափի ձու է ածում, ես այտենց հավ ունեմ, ձվատու, ինքը կարիճնիվի ձու է ածում, ոչ թե մուգ կարիճնիվի, դրա բաց կարիճնիվի ձու է ածում, պուճուր է ածում, որովհետև ինքը պուճուր հավ է, բայց տարեկան է, սենց, լինում է տենց, լինում է, կամ հավն է, կամանց կմեծացնի, կամ էլ, դե իրանք այդքան էլ ձվատու չեն, բրամաները, ասում եմ, իրանք լավ ուտում են, տխլիկ ամիսը, քաշը շատ է լինում, բայց իրանք ձվատու չեն, իրանք տարին, որ չխաբեմ, չեմ հիշում, ինչքան է տարին, 300 հատ, թե 370 հատ, ձու է տալի, չեմ հիշում երեխեք, տենց մի բան ինքը շատ քիչ է, համենայն դեպս կարա լինի, որ հավը պուճուր է, տարիքը մեծ է, պուճուր ձու է ածում, կարա ինքը պուճուր հավը լինի, կամանց կմեծանա, լինում է տենց, շատ դեպքերում լինում է տենց, ասեմ, լավ բազմացած չի, կարող է ներսի ձու մանրներ կան, չգիտեմ, որ ճիշտն ասեմ, այդ երկու տարբերակը կարող եմ ասել։